Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգելի պատգամավորներ, ձեզ եմ ներկայացնում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2024 թվականի գործունեության հաշվետվությունը։ 2024 թվականի ընթացքում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ընդհանուր առմամբ նշանակել էր 3 միլիարդ 46 միլիոնից մի փոքր ավել տուգանք, իսկ բյուջե մուտքագրվել էր 1 միլիարդ 124 միլիոնից մի փոքր ավել գումար, մնացածը ենթադրում եմ հաջորդ տարիների ընթացքում կմուտքագրվեն կամ որոնք կբողոքարկվեն։ Մի քանի ինֆորմացիա ներկայացնում են հիմնական ուղղությունների հետ կապված, որոնցով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հիմնական ֆունկցիան է, միսիան է հանդիսանում, գերիշխող դիրք, բանակցային ուժեղ դիրքի չարաշահում, հակամրցակցային համաձայնություններ։ Անցյալ տարի ընդհանուր 3 վարույթ ենք ունեցել, սրանք ամենածանր իրավախախտումներն են, որոնց համար նախատեսված է ընդունվում քրեական պատասխանատվություն, դրանց արդյունքում ունեցել ենք 1 միլիարդ 78 միլիոնից փոքր ավել տուգանք։ Մի խնդիրը վերաբերում էր բենզինին, հիշում եք ժամանակ առ ժամանակ բենզինի շուկայում գները տնտեսապես չիմնավորված մեր կարծիքով իջնում են եւ այնուհետեւ տնտեսապես չիմնավորված պայմաններով բարձրանում են, այստեղ մենք կարծել ենք, որ գոյություն ունի հակամրցակցային համաձայնություններ, խոշոր բենզին ներկրող եւ վաճառող 4 ընկերությունների կամ դրանց փոխկապված ընկերությունների միջեւ, ինչի արդյունքում 2024 թվականին դեկտեմբերի 10-ին հանձնաժողովը կայացրեց որոշում, որով փաստեց ընկերությունների միջև հակամրցակցային համաձայնությունները եւ միևնույն ժամանակ մենք այդ տարի ուսումնասիրել ենք բենզինի, դիզելային վառելիքի եւ ավիակերոսինի շուկան ու նաեւ նայել ենք արդեն այլ տեսակի իրավախախտումներ, որ բենզինի կամ դիզելային վառելիքի մեջ մեր պատկերացումը խառնվում էին այլ ապրանքներ, արդեն ուրիշ տնտեսվարների կողմից եւ դա վաճառում են քաղաքացիները, այսինքն 2024 թվականում բենզինի շուկայի մեծածավալ ուսումնասիրություններ է կատարվել, որտեղ մենք բացի վարչարություն անունց տուգանելուց մի քանի կարևոր արձանագրում ենք արել։ Ֆինանսների նախարարության ներկայացրել ենք բենզինի ակցիզային հարկի փոփոխման տրամաբանություն, ինչը կարծում եմ կստիպի տնտեսվարների միջև բալանսի կարգավորմանը։ Հիմա տրամաբանությունը աշխատում է հետևյալ ձև, որ որոշակի գումարի պարագայում մեծացվում է, դա նշանակում է, որ որոշ տնտեսվարներ, որոնք բենզինը կարան ավելի մեծ ծախսոցույց տան, մեծ հաշվով ավելի քիչ հարկ են տալի, եւ եթե դուք տեսնեք բենզին ներկրողների հարկային վճարները, կտեսնենք, որ ամենամեծ ներկրողը փաստ չի, որ ամենաշատ հարկն է մուծում կամ ամենաշատ շահույթն է, շահույթ հարկն է վճարում։ Կարծում ենք, որ տրամաբանությունը այստեղ կկարգավորվի։ Հաջորդ կարևոր բանը, որ հանձնաժողովը արձանագրել բենզինի վաճառքը մեծացած շուկան պետք է տեղ ունենա տեղափոխումից առաջ թղթային ամբողջ գործընթացով եւ տեղափոխման ժամանակ պետք է վերահսկողություն լինի, որովհետեւ այդ բենզինը տեղափոխվում է մեր պատկերացման որոշակի պայեսներ, շինարարական կազմակերպությունից, այդ ընթացքում տարբեր այլ նյութեր են մեջը խառնվում, որի արդյունքում ունենում ենք ոչ մրցակցային շուկա։ Երրորդ կարևոր արձանագրումը դա օկտան, նավթա կամ նման անվանումներով ապրանքների վրա մաքսատուրքի սահմանումն է, որովհետև կամ կա երկու տեսակի բենզին, դիզել բերողների համար, որովհետև այդ ապրանքը Հայաստանի Հանրապետությունում չի կարող ազատ իրացվի, մեր պատկերացումը շատ հստակ է, որ այդ ապրանքը գալիս է վերջնարդյունքում խառնվում է որակյալ ապրանքի հետ եւ բենզալցականներում ծախում վաճառվում է, որտեղ բոլոտ գիշեք, որ մի բան նույնիսկ 250 դրամով մի քանի բենզալցականում բենզին կա, մենք դե առակ արձագանքեցինք, ասենք, որ չի կարա տենց լինի ու չի կարելի հավատալ խոսակցությունը, թե իրական բենզինի գինը 200-ը մենք չենք թողում, որտեղ դա խայծ է ընդհանրապես, դա կյանքը ցույց տվեց, որ մենք ճիշտ ենք եւ այդ մարկանց պատասխանատվության ենթարկեցինք, սակայն պետք է մի փաստ արձանագրենք, ցավալի, որ այդ մարկանց նկատմամբ մեր վարույթները հանգեցնում են հետեւել կամ այդ մարդիկ սնանկանում են մի քանիսի վրա քրեական գործ կա, բայց երևույթը չի դադարում։ Մենք առաջարկել ենք երևույթի դադարեցման ինստիտուցիոնալ մեխանիզմ, քննարկել ենք կառավարության գործընկերների հետ, հուսում եմ դա կյանքի կկոչվի եւ այդ խնդրը հետայսու կվերանա։ Բացի այդ մենք նայել ենք նաեւ թվային շուկանում տեղ ունեցող փոփոխություն, այնտեղ եւս մեծ տնտեսվարողներին ենք վերահսկում, սակայն այս բլոկում, քանի որ մենք երբ որ հանձնաժողովում քննարկում ենք, դա կարևոր հարցի ընդհանրապես լավ մեր մարդկանց կյանքում ինչ է փոխվում, ես ուզում եմ շատ վառ օրինակ ձեզ ցույց տամ, երբ որ
էկոնոմիկայի նախարարության գործընկեր նախաձեռնել են գործարարական փոփոխություն, ազգային ժողովը հաստատեց, դա գյուղատնտեսական արտադրանքի մթերումների դեմ ուշ վճարումների պայքարի գործիքակազմներ եւ առևտրային ցանցերի պետք է ասեմ, որ արդեն աշխատել է համակարգը եւ ես կարող եմ ձեզ թվեր ներկայացնել 2024 թվականի մայիսի 6-ին 13 մթորակից վերցա ամբողջությամբ արդեն մարել էր իր բաները առանց վարչարության, շատ կարևոր ինդեքս է եւ մնացած 7-ը հետագայում վարեցին, այստեղ մենք փորձել էինք վարչարության արդյունքում քիչ տուգանք նշանակել, դեռ առաջի անգամ այն նպատակը տուգանելը չէր, սակայն 1 միլիարդից ավել նախկին պարտավորություն մարվեց, հիմա այդ գործընթաց ունենք եւ ընդհանրապես երկրորդ տարվա ընթացքում հետ այսօր արդեն համտնտես վարողները կսկսեն գյուղացու գումարը ժամանակին վճարել եւ մի հատ փոփոխություն եք նախատեսել, որը կարծում եմ հունիսին երկրորդ ընթերցման պետք է գա ձեր դատին վերջից, որ մեկ ամսա փոխարեն ասում ենք 2 ամիս ենք նախատեսում, բայց երկրորդ ամսվա ժամանակ պետք է բանկային տոկոսի 1.5 անգամ, եթե չեմ սխալվում, գումարը վճարի գյուղացուն։ Եթե դուք իմ փողը պահում եք որպես գյուղացի եւ չեք օգտագործում, բարի եղեք տվեք գյուղացուն, մենք վարույթ չենք անի, բայց այդ մեկ ամիսը որպես այսպես ասած գրեյս պիրոդ իրանց, որտեղ հասկանում ենք նաև որ տնտեսվարն ասում են, որ ձևակերպումների հետ կապված բանկային փաստաթղթերի հետ կապված ժամանակատար process է, կարծում եմ բոլորին այս որոշումը կբավարարի։ Իսկ արդեն առևտրային ցանցերով ստեղ եւս լուրջ հաջողություններ ունենք, որովհետև մոտ 4 միլիարդի պարկ է մարվել, կարծում եմ էական բան է փոխվել արդեն առևտրային ցանցերը մատակարարման հարաբերություն, այնտեղ խնդիրները դեռևս կան, բայց կարծում եմ որ ժամանակներս էլի ստեղ կգանք զրոյական կամ լավ վիճակի, նորմալ վիճակի։ Եվ մյուս բլոկը ցանկանա ներկայացնել պետական գնումների մշտադիտարկումներով ինչ են կարել, շատ հատկանշական է, որ նոր առաջ ֆինանսների նախարարության գործընկերս ներկայացրեց երկրորդ ընթերցման փոփոխություն կամ առաջին ընթերցման ենթարկում գնումների հետ կապված, որ հենց հանձնաժողովի ուսումնասիրության նաև արդյունքում է եղել, ոնց է պետք հանրային ծառայություն կարգավորող հանձնաժողովների բիզնեսներին կարգավորել։ Մի արձանագրում արել ենք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, որտեղ ասել ենք, որ մենք չունենք այն կարողությունները, որ նորմալ տեղեկատվական տեխնոլոգիայի գնման տեխնիկական փաստաթղթեր գրենք եւ մեր կողմից կազմված փաստաթղթերը կամ շատ լայն են կամ շատ նեղ են, ինչը բոլոր դեպքերում հանգեցնում է նրան, որ չի կարողան բիզնեսը ճիշտ դնել։ Եթե դուք նայեք գնանշումները, կտեսնեք, որ նույն գնման մասնակից մի ընկերություն տալիս է մի գին, մյուս ընկերություն 10 անգամ կամ 100 անգամ քիչ գին, դա նշանակում է, կամ իրանք չեն հասկանում ինչ է, կամ մենք չենք հասկանում ոնց են գրում։ Մենք հակված ենք, որ մենք մի քիչ լավ չենք պատկերացնում որպես տեխնիկական բաժնեգրող, մեխանիզմ ենք դրել, մեխանիզմը շուտով կքննարկվի թվայնացման խորհրդում եւ հուսով եմ կյանքի կոչվի։ Մյուս բանը ներքին աուդիտի ծառայությունը հետ կապված է, ստեղ եւս հետեւյալ արձանագրում է։ Մեր պատկերացմամբ ներքին աուդիտ պատվիրակող պետական մարմինները կամ լավ չեն գնահատում այն անհրաժեշտությունը եւ այն արժեքը, որ պետք է ներքին աուդիտ մատուցող ծառայություն տա, վերջանկությունում ստացվում է ավելի շատ ձևական բնույթ կրող ներքին աուդիտ, որովհետեւ ներքին աուդիտը այն գումարները, որ շահում են ներքին աուդիտ իրականացնող ընկերությունները, որակյալ չեն կարող համարվել, հիմնականում կրում են ձևական բնույթի պահանջներ կա, որը ֆորմալ առումով պահպանելը բավականին թանկ է, իսկ այդ տված գնի մեջ չի տեղավորվում, այստեղ ֆինանսների նախարարության առաջարկել ենք ինստիտուտի հիմնային փոփոխության եւ մյուս որոշումը, որ կարծում եմ ամենակարևորն է, դա կատամթերքի գնումների վերաբերել ուսումնասիրությունը, Երևանի քաղաքապետարանը դիմել էր մեզ եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, որտեղ ասում էր, որ մանկապարտեզներում կատամթերքի գնումները հանգեցնում են անբարեխիղճ մրցակցության եւ գնումների պրոցեսների կազմաքանդման իրականությունը հետևյալն է, հարգելի գործընկերը, մենք հայտնաբերել ենք կարակ պանիր այն գնով, որով անհնարին է դա լինի, դա նշանակում է այդ փաստաթղթերով ինքը ձևակերպված է եղել կարակ, քանի որ հետագծելիության համակարգ չկա դեռևս այս ոլորտում, կա հարկային փաստաթղթեր, որով բովանդակությունը post factum պարզելը անհնարին է, որովհետև ինչ է անում, կարակը ընդունվել է եւ վաճառվել է, հիմա մեջ եղել է կենթանական ճարպ, բուսական ճարպ, թե ինչ, դա արդեն ոնց որ դրանից հետո անհնարին է պարզել, մենք այս բավականին լայնածավալ
օպերատիվ աշխատանք են կատարել եւ այսօր վստահ ասում ենք, որ այդտեղ չի եղել կարակ եւ չէր կարա լինել կարական բանիր, որովհետեւ կներեք աշխարհի առաջատար կարակ արտադրող երկրները այդ ինքնարժեքը չունեն, մենք չենք կարող հրաշագործ լինենք եւ 250 կամ 500 դրամ ինքնարժեքով կարակ ուղղակի անհնարին է ստանալ, կիլոգրամի մասին է խոսքը։ Ուղարկել ենք Սննդի անվտանգության տեսչական մարմին, այդ տնտեսվարողներին համգործունեությունն են որոշ մասի կասեցրել, մենք պրոցեսներ ենք արել, բայց մի հատ կարևոր ինստիտուցիոնալ փոփոխություն ենք ասել, որը կարծում եմ մոտ օրերս արդեն կդառնա իրավական ակտի տեսք ստանա, որտեղ ասում ենք կատամթերք պետական գնումներին կարող է մատակարարել այն ընկերությունները, որոնք շուկայում որոշակի վաճառքի ծավալ ունեն, տրամաբանությունը հետևում է, թե դուք արտադրում եք լավ ապրանք, նշանակում է ձեր ապրանքը հաստատ պետք է առևտրային ցանցում կամ խանութում վաճառվի, հակառակ պարագայում դժվար լինի բիզնես կամ բիզնեսները, որոնք ստեղծված են մենակ պետական գնումներում մատակարարումներ արտադրելու եւ մատակարարելու համար, դրանք չեն կարող բիզնեսներ լինել, բիզնեսի տրամաբանությունը դա չի հուշում։ Վիճակագրություն ներկայացնում նաև բիզնեսի միացումների, այսինքն համակենտրոնացումների ոլորտում տնտեսական ակտիվությունը բավական բարձր է եղել այս առումով, նորից մեծ քանակի թույլատրություն եղել, սակայն հետաքրքիր էր շուկայի փոփոխությունը, հիմնական ակտիվություն դրսևորում են ֆինանսական շուկայի մասնակիցները, գիտեք Արշին բանկ եւ HSBC բանկի գործարք տեղի ունեցավ, Bank of Georgia-ն գնեց Ամերիա բանկ ընկերությունը եւ Bank of Georgia-ի դեպքում հետաքրքրական է, որովհետեւ դրսից մի բանկ, մի բիզնես, որը նաև ցուցակված ընկերություն է, մուտք է գործում Հայաստանի շուկա։ Այս նաև հետաքրքիր, որ օրինակ ֆինանսական ոլորտում գործունեություն կրնսող ընկերություններից մեկը, օրինակ ID Group-ը, որը նաև ID բանկի սեփականատերն է, ձեռք բերեց Տոմսարկղ ընկերությունը, այսինքն այստեղ համակցված ծառայությունների մասին է խոսքը գնում, որը կարծում եմ էլի շուկայի եւ տնտեսության զարգացման եւ վերափոխման մասին է խոսում։ Եվ մի հսկա մենք կտոր ունենք, որը կոչվում է ամբարախիչ մրցակցության վերահսկողություն, գիտեք հիմա որ արդեն մենք նոր սպառողների շահերի պաշտպանություն ենք անվանում դրա մի էական հատվածը, եւ եթե ազգային ժողովը երկրորդ ընթերցման հունիսին կընդունի օրենսդրական փոփոխությունները, մրցակցության պաշտպանության հանձնաժողովը նաեւ կվերանվանի եւ կոչվի մրցակցության սպառողների պաշտպանության հանձնաժողով եւ կհանդիսանա սպառողների պաշտպանության կենտրոնական մարմին, բայց դա պատմություն ուներ, այնպես չի որ մինչ այսօր մենք սպառողների շահերի պաշտպանությամբ չենք զբաղվում, սա ամբարախիչ մրցակցության ներքո էր, դա համար ես հաշվետվության մեջ հենց այդ լոգիկայով է ներկայացրել է, ամբարախիչ մրցակցություն մեկ բիզնեսների շփոթության, այսինքն ապրանքային նշաններն իրեն նմանեցնում, վարքագիծն է նմանեցնում, սա այլ կտոր է, որը կգնա բուն մրցակցային վերահսկողության ներքո, իսկ մնացած հատվածը արդեն կլինի սպառողների պաշտպանության ներքո եւ անցյալ տարի մենք ուսումնասիրել ենք մանկապարտեզների գործունեությունը եւ տեսել ենք, որ մանկապարտեզը պետությունը ինչ է ասում, ասում է երկու ինչ կա, մեկ պետք է դու ֆիզիկական ենթակառուցվածքներով համապատասխանես մեր բաժնեն եւ երկրորդը բովանդակությամբ պետք է համապատասխանես մեր բաժնը, որպեսզի կարողանաս կրթական process գեներացնես, մեր մոտ մասնավոր մանկապարտեզների մասին է խոսքը, պետական ենթադրում հենց այդպես է կա, մասում մանկապարտեզներում պարզվեց, որ մեծ մասը չունի լիցենզիա, այստեղ նաև պետք է օբյեկտիվ լինել, օրենքը փոխվել էր, ենթադրում եմ տնտեսվարողները բավականին ջանք չէին, թափեկամ չէին հասցրել ստանալ այդ լիցենզիաները եւ միանգամից բոլորին փակել է նաև խնդրացություն, այդ մարդիկ երեխաներին էին կրթում, մենք պետք է հասկանանք ինչքանով է, էլի մեր ուզած չափանշանց մարդկա, որը այնպիսի պայմաններում էր պահում, որ միանգամից է պետք այդ խնդիրը վերացնել, մարդը կար գործընթացում էր գտնվում, հիմա արդեն մեծ մասը ունեն լիցենզիա, ուրախություն մեզ նշենք, մի քանի մասնակից է մնացել, ընդհանուր 20 մասնակից, որոնք գործընթացը բոլորը գտնվում են ԿԳՍՄ-ի տիրույթում, հուսով եմ իրանք եւս վերջապես կավարտեն այս process-ը եւ մենք կարող ենք որպես պետություն ասենք, որ այն չափորոշիչները, որ Հայաստանի Հանրապետությունում սահմանված է, դրանք իրականության մեջ արդեն գոյություն ունեն։ Եվ սննդի ոլորտում ենք ուսումնասիրություն իրականացրել, տոմատի մածուկի ոլորտում, որտեղ
դեպքեր ենք արձանագրել, որտեղ տեխնիկական պարամետրերը չեն բռնում, բայց բարձ լեզվով ասած ոչ մասնագետ, այսինքն պամիդորի ծավալը չէր համապատասխանում այն ծավալին, որ պետքա լինի։ Հիմա ոնց անենք, որ sense բաների դեմ անդադ մենք պայքարենք, դեռ հասկանում չես, այն լավ մի օր արեցինք, վաղը կարող է այդ խնդիրը նորից լինի։ Հիմա մենք բոլոր դեպքերում ռիսկերի համակարգ ենք մշակում, որտեղ ռիսկերի համակարգը մեզ հնարավորություն կտա ռիսկային ոլորտներում կարողանանք մտնել եւ դրա արդյունքում այդ ռիսկերի համակարգի տակ ստեղծվել նաև սպառողի օգնական գործիքը, որտեղ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, եթե ունի բողոք, ընդհանուր մինչև անհատական բողոք, մեր համակարգի միջոցով շատ բարձ հարցերի միջոցով լրացնում է իր բողոքը, մենք դա ուղարկում ենք բիզնեսին, համի խնդիրներ լուծում, համը մեր համար սկսում է ռիսկի պրոֆիլ աշխատել։ Խնդրեմ, եթե քաղաքացիները ունեն որևէ խնդիր, թեկուզ եթե չեն կարող լրացնել, շատ պարզ է, բայց եթե չեն կարող, թող զանգարեն, մենք իրենց կօգնենք, ու կսկսի այս համակարգը արդեն կաշխատել, որովհետև նայեք, նույն բենզինը, տոմատի ածուկը, կատամթերքը, այսինքն սա անսահման ռեսուրսի մասին չի խոսքը գնում, մենք չենք կարող ամեն օր այդ գործընթացը նայենք, դրա համար հիմա համ կառավարությունը, համ ՊԵԿ-ի գործընկերները թվայնացման գործիքներով հետագծելություն են փորձում ապահովել, որ մենք տեսնենք ապրանքի շարժը, հուսում եմ նաև հումքի հետագծելություն կլինի ժամանակի ընթացքում, երբ որ մենք կարող ենք տեսնել, թե վերջապես ասենք բուսական յուղը, որ ձեռք եք բերի, ինչի մեջ եք օգտագործել, ոչ թե անդադար մենք հաշվի ֆակտուրաներ ստուգելով գանք եւ բոլորիս իրավունքները կպաշտպանենք։ Եվ հանձնաժողովը ուսումնասիրել 5 շուկա, ասացի արդեն բենզինը մանրամասն, մի շուկան, որի մասին կասեիք, ենթադրում եմ այստեղ եւս փոփոխություն պետք է լինի, մրգային օղիների շուկան է, հիշում եք ակցիզային հարկը մրգային օղիների բարձրացրեցինք եւ հասցրեցինք ցորենի օղու հարկին, նպատակ ունենալով, որ կեղծարարությունը մրգային օղու ոլորտում, այսինքն կանխվի, որտեղ հաճախ մրգային օղի անվան տակ վաճառում են ցորենու խուսափելու զուտ հարկերից։ ՊԵԿ-ը եւ էկոնոմիկան դիմել էր մեծ փոփոխությունը գնահատելու համար, պարզվեց, որ փոփոխության արդյունքում մրգային օղու շուկայի մի ստվար զանգված վերացավ, այսինքն իրականության մեջ դա միգուցե ցորենի օղ էր, բայց մի հատվածն է օբյեկտիվ չկարողացավ մրցակցության դիմակայել, հիմա մենք մեխանիզմ ենք առաջարկել, որտեղ ակցիզային հարկի դրույքաչափը փորձում ենք մեղմել, միևնույն ժամանակ հստակ վերահսկողության մեխանիզմ դնել, որ այն մարդով արտադրում է լավ մրգային օղի շուկայում տեղ ունենա, իսկ այն մարդիկ, որոնք չեն արտադրում, բնականաբար շուկայում չեն լինի։ Մյուսը էլեկտրական շարժիչով մեքենաների լիցքավորման շուկաներ, այստեղ կարծում եմ մեր ուղերձը քաղաքապետարանի եւ կառավարության գործընկերներն շատ հստակ եղել, պետք է սկսենք այդ ոլորտում ռազմավարություն ունենալ, թե որտեղ կարելի է այդ միացումները կատարել եւ մենաշնոր երկում բեցի եւ հեծի հարաբերություններն եք այստեղ կարգորի եւ այստեղ բացահայտել նաեւ այդ փոխկապակցության դեպքում թե իրանք ինչ ձև պետք է աշխատեն շուկայում, մյուսն էլ վերելակների գնումներն են, որտեղ կարծում եմ շուկայի վիճակը բավականին լավ է։ Եվ ամբրանների շուկան, որտեղ երկու բան ենք ֆիքսել, մեկ երրորդ երկրներից ներմուծվող ամբրանների ազդեցությունը Հայաստանի Հանրապետության ամբրանների շուկայի վրա եւ երկրորդը թե մեր երկրում ամբրանների շուկայում ինչ է տեղ ունենում, մյուս հարցով կարծում եմ էլի մոտորերս ազգային ժողով կգա օրենսդրական նախաձեռնություն, որտեղ կարգավորումներ կմտցնենք ներմուծվող ամբրանի վերաբերյալ, թե դուք համաձայնվեք դրա մասին։ Եվ մի հատ է կարևոր բան, ստեղ ամբրաների ներմուծման կոդերի հետ կապված խնդիրներ ենք հայտնաբերել, որը հիմա մեր գործընկերները կուսումնասիրեն ու ձեզ տեղեկատվություն կտան։ Կարճ ներկայացնեմ նաև դատական վճիռների որոշումների քանակը, անցյալ տարի մեր նկատմամբ հարուցվել է 34 դատական գործ, ավարտվել է 38-ը, հօգուտ հանձնաժողովի 38-ից 29 ներկայացվել, 9 մեր դեմ է եղել։ Ընթացիկ գործերը այս պահին 83-ն են ու կարծում եմ վիճակագրությունը բավականին լավն է։ Պարոն Թունյանը անցյալ անգամ ասել էր, որ նաև խնդրարկել են իստի ժամանակ, որպեսզի մենք ինդեքսները հնչեցնենք, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել շուկայի կենտրոնացվածության մասով։ Ես մի հատ կարագից եւ օրինակ բերեմ 2024 թվականին կարակ եւ կատնային մածուկ ապրանքախմբի արտադրությունը Հայաստանում եղել է 4077 տոննա։ Այսինքն Հայաստանում արտադրվածի քանակը գրեթե մոտեցել է ներմուծվածի քանակին։ Իհարկե լրիվ օբյեկտիվ լինելու համար սրանից հանում ենք այն իմ ասած խնդիրներով ապրանքները եւ
բայց նույնիսկ դա հանելով տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում արդեն կան տնտեսվարներ, որոնք մրցունակ գներով կարագ են արտադրում եւ վաճառում իհարկե ներքին շուկայի համար։ Այսինքն մենք այսօր եւս մեկ անգամ փաստում ենք, որ չկա Հայաստանի Հանրապետությունում մեկ շուկա, որտեղ եթե բիզնեսը ցանկանում է մուտք գործել եւ իրականացնել բիզնես գործունեություն, ինքը ունի խոչընդոտ։ Այո, կա մասշտաբի էֆեկտ, այո, շաքարավազի շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտը շարունակում է գերիշխող դիրք ունենալ, բայց տեսնում ենք մասշտաբաժինների փոփոխության դինամիկա եւ խաղացողների դինամիկա, որը կարծում եմ շատ կարեւոր է։ Եվ մի քանի ինդեքս էլ նշեմ ձեզ, Heritage Foundation-ը գնահատում է տնտեսական ազատությունը ամբողջ երկրներով եւ պետք է նշեմ մրցակցության ոլորտի գնահատումը Հայաստանի Հանրապետությունում վերջի տարում ստացել է ամենաբարձր գնահատականը պատմական որևէ տարվա նկատմամբ։ Շնորհակալություն,